Տիկին Գալյան, Ֆակտոր TV-ին տեղեկություններ ունի, որ արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, այն խուցը, որտեղ նա գտնվում է, մեղմ ասած անմխիթար վիճակում է, բորբոսած խոնավ պատեր, որտեղ նույնիսկ առողջ մարդը կարող է առողջական խնդիրներ ձեռք բերել, ել չասած 24 օր հաց չկերած եւ հյուծված անձը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, դուք որպես արդարադատության նախարար եւ ուժի ներկայացուցիչ, որը եվրոպական ստանդարտների է ձգտում, արդյոք սա նորմալ եք համարում եւ ինչ գնահատական ունեք այս իրավիճակին։ Նախ դուք հարցադրում չտվեցիք եւ պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ որ անմխիթար պայմաններում։ Մեր կապ չունի, որ հարկում է պահվում, մեր քրեակատորական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից, այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի, նրան տրամադրվում է զբոսանքը իրեն հասանելի եւ ամեն ինչ արվում է, այսինքն տեսակցությունները հարազատների հետ եւ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա ուղղակի չի կարող լինել։ Ինչ կապ ունի, ես բոլոր հարկերում եղել եմ։ 16 թվականին որոշում էր կայացվել, որ այդ զրո հարկերը այլևս չեն օգտագործվելու, շատ վատ պայմաններով սենյակ։ Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Նույն ստանդարտներով ինչու է հատկապես դա ընտրվել եւ հիմա արդյոք կարող է պատճառ լինել նրա առողջական վիճակը խափանամիջոց փոխվի։ Չգիտեմ ինչու է կոնկրետ խափանամիջոցը ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, դա իմ պաշտոնը ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանամիջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ, որ բան դրան չի հասնի եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրական խնդիր են, կստանան լուծում։ Ամեն դեպքում նաեւ հույս ունեմ, որ վարույթ իրականացնող մարմինները ինչ որոշում կայացնեն, դա մենք դա ենք իրականացնելու, այո։ Կարելի է ասել, որ բոլորի դեպքում էլ մեր պարագայում հիմա էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանամիջոցը փոխվի։ Կներեք, դուք այցելել եք տիկին նախարար։ Ոչ, Արթուր Օսիպյան չեմ այցելել։